Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 15-ն է 2026 թվական։ Այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարցոպատասխանի օր էր, ընդդիմությունը չէր մասնակցում, շատ նենց ուշագրավ թեմաներ չկար, իհարկե կար որոշակի հարցեր, որ կանադառնանք, բայց միայն կառավարության նիստում չէ, այսօր մի 3 տարբեր հայտարարություններ է արել Նիկոլ Փաշինյանը, այնպես չի, որ նորություններ են, բայց նորովի մատուցել է այս նախընտրական շրջանում, հասկանանք ինչ է կատարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Եվրամիություն քաղաքասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը, անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալ չդառնալու հարցին, վարչապետը նշել է. Հայաստանն ընդունել է Եվրամիության Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Մեր ռազմավարությունն այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրամիության նկատմամբ, որ մենք այս օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ։ Ոչ ամենևին, մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ, եւ դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանելու որպես երկիր բարեփոխումների գործընթացը շարունակելու այնպես, որ իսկապես համապատասխանենք Եվրամիության չափանիշներին։ Երբ մենք օբյեկտիվորեն լինենք այդ կետում, ԵՄ անդամ դառնալ չդառնալն այս կետում քաղաքական որոշման հարց է։ Այսինքն թեպետ օրենքը ընդունել ենք, բայց դա ոչինչ չի նշանակում, շանտաժ չենք անելու Եվրոպային, իսկ Եվրոպային շանտաժ չես էլ կարող անես, կամ ով ասե, որ հաջորդ ամիս պետք է ընդունեն։ Դա անեցինք իր կարծիքով պատկերավոր ասել է, բայց հարցը նա է, եթե դու այն է, որ եթե դու հայտ ներկայացնում ես Եվրամիության անդամակցության, էլի դա շանտաժ չի։ Դա ընդհանրապես ասում է Ժողովուրդ ջան, եկեք սկսենք գործընթաց, որը կարող է տևել տարիներ կամ տասնամյակներ, նայած թե ինչ արագությամբ դու այդ խնդիրը կլուծես։ Առավել ևս, երբ որ Եվրամիությունը ինքը իր կողմից առաջանցիկ տեմպերով առաջարկել է, որ կարելի է Հայաստանը նաև մասնակցի, ու այնպես չի, որ ասենք, բա Եվրամիությունը ինչու համար պետք է Հայաստանի հետ ցանկանա, երբ որ ինքը ցամաքային սահման չունի Հայաստանի հետ, այտենց որ նայեք Եվրամիությունը ցամաքային սահման չունի նաև Վրաստանի հետ, բա ինչի էր ժամանակացույց կազմում, բա ինչի էր ասոցիացիան համաձայնագիր ստորագրում, հետագայում թեկնածուի կարգավիճակ, հիմա էլ անդամակցության փաթեթը հետը քննարկում։ Հասկացանք, որ հիմա խնդիրը դադարել է Վրաստանի հետ, որևէտև Վրաստանը թեքվեց դեպի Ռուսաստան, բայց դրանից ոչ չփոխվեց այն մտադրությունները, որ եթե Ռուսաստան չթեքվեր, ինքը կարող է 2030 թվականին դառնալ Եվրամիության անդամ։ Այսինքն, եթե նման ծրագիր կարող են քննարկել Վրաստանի հետ, ինչու չեն կարող քննարկել Հայաստանի հետ։ Մանավանդ մինչև մենք այդ քայլերը անելու ընթացքում Վրաստանը դարձի կգա, հոտեն չի մնալու այդ ուղղությամբ։ Այսինքն սա նշանակում է դու առաջի քայլը չես անում, ինչ շանտաժի մասին է խոսքը։ Ուղղակի ուզում ես ասես, որ մենք չենք դիմելու, պարզ ասա, մարդիկ հասկանան։ Եվրամիությունը կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ։ Մենք որևէ մեկի քաղաքական կամքին չենք կարող բռնանալ։ Եթե Եվրամիությունը որոշի ընդունել մեզ ԵՄ լիիրավ անդամ, շատ լավ։ Եթե որոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Ինչպես ենք ժամանակակից լավագույն այդ ստանդարտներին համապատասխանող երկիր լինելու, մեր տարածաշրջանն է դրան նպաստում, թե ԵԱՏՄ անդամակցությունը, թե հապկում սառած վիճակը, որ գործընկերների շրջանակում եւ որ միջավայրում մենք եվրոպական ստանդարտների պետություն դառնալու, որ հետո էլ իրանք որոշեն անդամակցում ենք թե չէ։ Այն դեպքում, երբ որ մեզանից առաջվա երկիրը, ասենք Վրաստանը, որ նայենք, նրա այդ հետևողական աշխատանք է տարվել։ 13 թվականի, երբ որ Սերժ Սարգսյանը Հայաստանը մտցրեց Մաքսային միություն, Վրաստանը ասոցիացիան համաձայնագիրը Վիլնյուսում ստորագրեց եւ մտավ այդ փուլի մեջ։ Քայլ առ քայլ գնացել է այդ ուղղությամբ, որ հասել է այս վիճակին, որ մինչև 2030 թվականին հասցնի, որ հայտնի պատճառներով բնական է այդ հարցը կասեցված է։ Այսինքն մենք քայլ չենք անում։ Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել եւ մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից,
բայց ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ, ինչպես հասնել այդ կետին։ Եվ ո՞րն է այդ կամքը, որ եվրոպական չինովնիկների հետ հանդիպել, ասել մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չենք անելու, մենք չենք վերանայելու ԵԱՏՄ-ն, ոչ մեկը չի ասում Ռուսաստանի դեմ բան անես, բայց այն ծրագիրը, որը իրականացնում ես, դու երբեք չես մոտենա Եվրամիությանը, որ հետո էլ ամիատիրանք որոշեն դա անել, թե չէ։ Հիմա շարունակությունն էլ նայենք։ Իսկ ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղություն է լինելու մեր գերագույն նպատակը։ Խաղաղությունն է լինելու եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում. ինչ գնով։ Այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց մենք այսօր ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում, անսահմանափակ հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ, խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Մեզ համար բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, ինքնիշխանության, բարեկեցության, անկախության, անվտանգության ու ապագայի հաշվին։ Մենք դա չենք հասկացել։ Հիմա հարց. Հայաստանը մերը չէր, մերն է։ Հասկանանք, Հայաստանը, որ մերը չէր, բա ումն էր։ Ադրբեջանինը հաստատ չէր։ Ումն էր։ Ռուսաստանինը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ Հայաստանը եղել է ֆորպոստ մինչև 2023 թվական, այսինքն 2022 թվականին Պրագայում ստորագրել է, ասել է Արցախը Ադրբեջան է եւ վերջ 23 թվականին էլ պատերազմը եղավ եւ Արցախը դատարկեց Ադրբեջանը եւ վերջապես Նիկոլ Փաշինյանն ասեց դրանով այդ պարանը մեր վզից հանեցինք, վերջ Հայաստանը այլևս կարող է անկախության հարցը իր լուծել, խանգարող ոչինչ չկա։ Եվ հիմա թվարկումը, զրկանքներ, զոհեր, ավերածություններ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այսօր որի-որ անգամ ասում է, որ Հայաստանը, երբ որ ինքը դարձել է վարչապետ, հեղափոխության ճանապարհով, Հայաստանը ֆորպոստն էր Ռուսաստանի։ Մարդիկ պարզ հարց են տալիս. ինչպես դու կարողացա Ռուսաստանի ֆորպոստում դառնաս վարչապետ։ Ռուսաստանը համաձայն էր, թե Ռուսաստանը համաձայն չէր։ Այսինքն Ռուսաստանը համաձայն էր, եթե չէ, դու չէիր կարող մնալ։ Որքան հիշում եմ, Ռուսաստանը մեր դեմ պատերազմ չի սկսել։ Որքան հիշում եմ, Ռուսաստանը ահաբեկչական քայլեր չի արել։ Դու ես գնացել հավատարմության երթում տվել Ռուսաստանին։ Դու ես գնացել ասել ինձանից հավատարիմ ոչ մեկը չի ծառայի։ Այդ դեպքում ինչի պետք է քեզ փոխեին, ցանկություն ունեն փոխելու որ։ Այսինքն դու ուզում ես ասես, որ Հայաստանը ֆորպոստ էր, գուբերնիա էր, ոնց որ ասենք որևէ մարզ Ռուսաստանի եւ Ռուսաստանի որևէ գուբերնատոր հեղափոխություն է արել, փողոցից մեկը եկել է հեղափոխություն արել եւ նստել գուբերնատորի աթոռին, լուրջ, ու Պուտինն էլ դրան համաձայն չի եղել։ Սա է։ Ու 5 տարի տենց աշխատել ես։ Ու եթե դու արյան գնով, զրկանքների գնով, տանջանքների գնով, կորուստների գնով վերջապես Ռուսաստանից անկախացել ես, բայց սասն առել ես սաղորա Ռուսաստան ես գովում։ Բա հասկանանք։ Ուրեմն նշանակում այն ինչ որ կատարվել է, ոչինչ չի եղել քո կամքին հակառակ։ Եղել է Հայաստան պետության ու հայ ժողովրդի կամքին հակառակ, բայց ոչ քո, որովհետև եթե մեկը քեզ զրկանքների է դիմել, դրթել, եթե դու զոհեր ես տվել, եթե դու կորուստներ ես ունեցել, վերջապես նրանից ազատվել ես, բանա ոնց կարա քո բարեկամն ու եղբայրը ելնի։ Էս ինչ հանելու կա։ Եթե մենք չգիտենք իրական պատճառը, որտեղ շարունակությունն ասեմ, որ պատկերացրեք, արդեն ազգային ժողովում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։ Այսինքն զրկանքներից կորուստից հետո գաղութատիրական վիճակից դուրս ես եկել
ու ամենաբարձր մակարդակուն ես գաղութատիրոջ հետ, որից նոր ես պրծես զոհերով ու զրկանքներով, ով է սրան հավատում։ Շարունակությունը նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաներն ու համեմատեք նախորդ շրջանների հետ։ Հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների ու այցերի դինամիկան, ինչը հարաբերություններին տալիս է առանձնահատուկ բովանդակություն։ Հայաստանի Հանրապետությունը չի մտել եւ չի մտնելու հակադրությունների մեջ Ռուսաստանի հետ։ Այսինքն չի էլ մտել, որ չի մտնելու հասկացանք։ Այսինքն առանց հակադրության մեջ մտնելու ենք զրկանքներն ու կորուստները ունեցել եւ Ռուսաստանից անկախացել։ Այսինքն դա նշանակում է դա պայմանավորվածության արդյունք է։ Չէ, մենք դա գիտենք, բայց այս մարդը խոստովանական ցուցմունք է տալիս ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Չի եղել Ռուսաստանի հետ հակադրություն։ Շարունակությունը մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում ու չենք վիճելու։ Այսինքն մենք չենք էլ վիճել, հա։ Բա առանց վեճի ենք հանձնել կորուստներ ունեցել, զոհեր ունեցել, զրկանքներ կրել, ավերածություններ ունեցել։ Առանց վեճի, այսինքն ամեն ինչ եղել է խաղաղ, հա։ Բա մարդիկ դա են ասում, որ սա պայմանավորված է Ռուսաստանի հետ, պայմանավորված է Ադրբեջանի հետ։ Մենք որ ասում են, դե լավ է եկելի կլինի մի բան ձեր սրտով լինի, հիմա ձեր սրտով ասա։ Մարդը ազգային ժողովի ամբիոնից ասում է, Ռուսաստանի հետ պրոբլեմ չենք ունեցել, չենք էլ վիճել, ոչ մի բան չենք արել։ Այսինքն այն ինչ որ կատարվել է Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունք է եղել։ Ավելի պարզ մարդը ո՞նց բացատրի ձեզ։ Ներողություն։ Իսկ սա էլ նրա համար է, որ տեսեք, հա, ռուսամետ ընդդիմադիրներ հանկարծ մտնելով այդ չանցնի, որ դուք կարաք ավելին անեք Ռուսաստանի։ Դե մենք մշտապես այդ մասին ասել ենք, բայց ասում են դե փաստ ունեք, փաստը այն ինքը ասում է, էլի։ Իրանից լավ էսել ինչ փաստ բերեմ, որ երբեք այսպիսի լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ չի եղել։ Կարող եք պատկերացնել, որ դու եղել ես մի երկրի գաղութ եւ այդ երկրից ազատագրվել ես ու քո հարաբերությունները ավելի լավ է, քան երբևիցե եղել, հա։ Ոնց ես բա դու ազատակ, բայց զոհերն ինչի համար էր։ Որովհետև չի ասում, զոհերը Ադրբեջանի հետ կապված էր, չէ, Ադրբեջանը ոնց կարելի է զոհերի համար մեղադրել։ Զոհերը անկախանալու համար էր։ Այսինքն այդ զոհը տվել ենք Ադրբեջանի հետ կռվելու ժամանակ, որ ազատագրվենք Ռուսաստանից։ Այդ զոհը դրա համար էր, այդ կորուստները դրա համար էր։ Ու այսպիսի հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Իհարկե այնպես չի, որ ինքը նաև հիշատակում է, որ ի հեճուկս մեր մտավախությունների մենք ԱՄՆ-ից ստացել ենք բարձրագույն հավաստիացումներ, որ թրիփ նախագիծն ինչպես եղել, այնպես է շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար։ Պիտի ասեմ, որ թրիփի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են, եւ երկու կողմերն էլ թե Հայաստանը, թե ԱՄՆ-ն ցանկություն ունեն հնարավոր ամենաարագ ժամկետներում իրականացնել այն։ Աշխարհում երևի Դոնալդ Տրամպի խոսքին չի հավատում նույնիսկ Դոնալդ Տրամպը։ Որտեղ այդ խոսքը մի օրվա մեջ 5 անգամ է փոխվում։ Եթե 4 անգամ է փոխվում, ասում են լավ է։ Այսօր նորմալ էր 4 անգամ փոխվեց։ Այսինքն կարելի է Դոնալդ Տրամպի խոսքին հավատալ, ել չեմ ասում գործողություններին, որ նայում եք այդ գործողությունները Իրանի հետ կապված ինչա կատարվում եւ ինչ փուլում ենք։ Դա մեզ վստահություն աներշնչում, որ թրիփը լինելու է։ Տեղից որ այդ թրիփը առանձնապես մեզ համար եսիմ ինչ չէր։ Տեղից որ մենք կուզենայինք, որ այդ ճանապարհը անցներ այլ տեղով, որպեսի ստիպված չլինեինք կաշկանդված լինենք, որ Ամերիկան գա 99 տարով վերցնի։ Եվ նաև Ադրբեջանին հարմար լինի Նախիջևանին միանալը, որ դա իր ծրագիրն էր եւ դա իրանք համաձայնացրել էին Տրամփի հետ։ Այդ ամեն ինչը հրաշալի գիտենք։ Հյուսիսով անցներ տենց հավակնություններ Ադրբեջանը չէր ունենա, ընդամենը տարածքով պետք է Սյունիքի նկատմամբ նրա վերաբերմունքն ուրիշ է։ Տեղից ասում են, որ դա այդքան էլ մեր սրտով չէր, բայց նույնիսկ դա իրականացնելը խիստ պրոբլեմատիկ է կապված Իրանի հետ խնդիրները, երբ որ նայում ենք, որ Ամերիկան զորքեր ունի արաբական երկրներում եւ տեսնում ենք արդյունքում ինչա տեղի ունենում, որ դրանք թիրախ են դառնում։ Բայց այդ դեպքում ով է մեզ երաշխավորելու անվտանգությունը թրիփի։ Մանավանդ որ լավագույն դեպքում դա կարող է 5 տարի տևի դրա շինարարությունն ու կառուցելը,
Իսկ Դոնալդ Տրամպը հաստատ 5 տարի չի պաշտոնավարելու։ Ով է շարունակելու դա։ Դա պարզապես նշանակում է, որ ինքը բանախոս ստացել Ալիևին, որ գոնե ինքը այդ փուլերը անի, վաղը մյուս օրը նախագահ չի լինի, Ալիևին էլ իր պարտքերը կփակի, էլի որպես բիզնեսմեն Դոնալդ Տրամպի հետ կապված։ Սրա հետ կապված մենք առանձնապես ակնկալիք ունենալ չենք կարող։ Իսկ հիմա մի հատ հարց էլ Հայաստան ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ հանդիպման արտահայտության նախարար Սրփուի Գալյանն ասաց. Գիտեք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ համապատասխանենք ՍԵՊԱ-ի համաձայնագրին։ Այդ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության հետ։ Խնդիրը, որոնք բարձրաձայնվում են հասարակության ներկայացուցիչների կողմից, որպես կանոն տեսանելի են մեզ համար եւ մենք իրոք գործնական քայլեր ենք անում դրանք հաղթահարելու համար, մեր գրանցած արդյունքը թույլ է տալիս խոսել այդ մասին, որ մենք եւ հասարակությունը կանգնած ենք ոչ թե իրար մեջքի տված եւ նայում ենք տարբեր կողմեր, այլ կանգնած ենք իրար կողք եւ նայում ենք նույն ուղղությամբ։ Այս աղջիկը ինչ է աշխատում։ Արդարադատության նախարար է։ Էս ինչ բաժակաճառ է ասում։ Ընկեր ջան, դու խոսում ես մի հատ ծրագրի, որը ստորագրված վավերացված է։ Եվ հիմա ասում ես, գիտեք, ինչ պետք է անեի մեր պետությունը, որ համապատասխանենք ՍԵՊԱ-ի համաձայնագրին։ Այսինքն այս ասածով ինչ հասկացանք։ Ես ուզում եմ անամ գոնե ինքը հասկացավ։ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը ինչից է առաջացել։ Հայաստանը 13 թվականին հրաժարվեց ասոցիացիան համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ եւ դրա անբաժանելի մասներ խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որը բխում էր ասոցիացիան համաձայնագրից, եւ գնաց Մաքսային միության անդամ դառավ։ 15 թվականի հունիսի 2-ին, հունվարի 2-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։ Ընդունեց խաղի կանոններ, դարձավ ԵԱՏՄ Մաքսային միության անդամ։ Դրանից հետո 17 թվականին դեռ Սերժ Սարգսյանի օրոք համապարփակ եւ ընդլայնված գործունեության պայմանագիր ստորագրվեց Եվրամիության հետ, որը հետագայում արդեն վավերացվեց Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ։ Բայց ինչ կարող էր այդտեղ գրած լինել։ Արդեն խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը մոռանանք, որովհետեւ դա պետքա լիներ Եվրամիության անդամակցության ընթացակարգ, բայց արդեն դու ԵԱՏՄ անդամ ես, վերջ։ ԵԱՏՄ անդամ լինելով ես համակարգի անդամ լինելով նայել ես ինչը չի հակասում ԵԱՏՄ-ին, մտցրել ես ՍԵՊԱ-ի մեջ, համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի։ Հակասողը չէիր կարող մտցնել։ Եվրոպան ստորագրել է մի բան, որտեղ սա համագործակցություն է, սա միություն է, սա կառույց է, կառույցը իր կոշտ ընթացակարգերով։ Հիմա դրանից հետո դու անընդհատ խորանում ես Եվրամիության մեջ։ Այս ՍԵՊԱ-ն դու նույնիսկ չես կարող ամբողջ ծավալով անել։ Այն ինչ որ դու որոշել ես 17 թվականին, բխել է 15 թվականի իրավիճակից, բայց 26 թվականին դու այնքան ես խորացել ԵԱՏՄ-ի մեջ, այնքան է ինտեգրվել քո տնտեսությունը, այնքան օրենքներ ես ընդունել, համակեցության կանոններ սահմանել, որի պարագայում դու նույնիսկ չես կարող իրականացնել այն, ինչը որ 17 թվին ստորագրված է, որտեղ անընդհատ դու ես 17 թվի ստորագրվածից հետ ես գալի, սա համակարգ է, սա համագործակցություն, համագործակցությունը չպետք է հակասի այդ համակարգին։ Ինչ ես խոսում դու իրավաբան մարդ լինելով, որովհետև վախենում են ասեն, որ իրանք ի վիճակի չեն անգամ անել այն, ինչ 17 թվականի ստորագրված է, որովհետև հնարավոր չի դա անել, բա որ դա չես անում, Եվրոպայի հետ ոնց ես մոտենում, որ դրանից հետո որոշես Եվրամիություն մտնես թե ԵԱՏՄ, այս են պարզ ստախոսությունն է ժողովուրդ ջան, որ փորձեցին դրանով մարդկանց աչքերին թոս փչեն, տեսեք օրենք ենք ընդունել, մենք գնում ենք Եվրոպա, բայց տեսան, որ ընտրություններից առաջ խնդիրներ կունենան, պարզ կդառնա, որ դա հնարավոր չի որ անեն, հստակ կանգնեցին ասին, մենք Ռուսաստանի հետ ենք, Ռուսաստանի հետ պրոբլեմ չենք ստեղծելու, Եվրոպայի հետ էլ հա, ինչքան հնարավոր է կհամագործակցենք։ Չես կարող նույնիսկ անել այն, ինչ որ 17 թվին ստանձնել ես, չես կարող անել։ Սա է վիճակը։ Այդ դրա համար, երբ որ ասում ենք, որ հարգելիներս, եթե իրապես դուք իբր թե ուզում եք Եվրոպա գնաք, ուղղակի չեք աճել, մենք էլ ասում ենք, եկեք, գնանք ընտրությամբ, ներկայացնենք այլընտրանքը եւ ասենք, այո,
Բեր հաղթելու դեպքում հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, եթե չհաղթենք էլ ինչ որ ծանրակշիռ ձայն ստանալու պարագայում, մենք չենք միանա ոչ նրան, եւ այն իշխանությունը, որ եթե հանկարծ ինքը հաղթի ու ասի դե ժողովուրդը պետք է որոշի, որ ես դիմում գրեմ, մենք ասենք ինչքան ձայն է ստացել, այսքան ձայն է մենք ենք ստացել։ Քեզ չենք միանալու, չենք համագործակցելու, բայց հավաքական ձայներով ժողովրդի մեծամասնությունն ուզում է անդամակցել Եվրամիությանը, դե բարեեղի դիմումը գրել Եվրամիության անդամակցության։ Եթե դու կլնես իշխանություն, եթե դու չես ելնի, մենք կլենք, դա պարզական ենք։ Դրա համար ինչքան է կարևոր, որ մենք կարողանանք այդ ծանրակշիռ ձայնը ստանանք, որովհետև ինքը վաղը կանգնելու ասի ժողովուրդ ջան, ինձանից ինչ եք ուզում։ Հա ես ուզում եի Եվրոպա գնամ, բայց լա տեսեք ընդդիմությունն ովքեր են։ Ընդդիմությունը Քոչարյանն է, Գագիկ Ծառուկյանն է, Սամվել Կարապետյանն է։ Այդ ով է Եվրոպա ուզում որ։ Մեր ժողովուրդը դա է ուզում։ Բայց չենք ասել ժողովուրդը պետք է որոշի։ Ժողովուրդը տենց է որոշե։ Իսկ ինչա դուք համաձայն եք դրա հետ, որ ձեզ մեղադրեն, որ դուք որոշեցիք ռուսամետ ուժերին ընտրել։ Պարզ ասում է, չէ, ժողովուրդը պետք է որոշի։ Ուրեմն ձեր ձայնից է կախված։ Դրա համար առաջարկում եմ, այո, հաշվի առնելով այս ամեն ինչը, ինչ որ ես ձեզ ներկայացրեցի, եւ Ռուսաստանի հետ իր վերաբերմունքը եւ խաղերը Եվրոպայի հետ, հստակ ասում եմ, մենք ներկայացնելու ենք այդ այլընտրանքը, այսինքն Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը եւ այդ ընտրացուցակի մեջ ընդգրկված եմ նաեւ ես, պատվավոր երկրորդ տեղում, որը որոշել է թիմը, որ ես շատ ուրախ եմ եւ շատ պարտավորված եմ ինձ զգում դրա համար։ Եվ ասում են, որ այո, մենք հենց դա ենք անելու, չենք միանալու ոչ նրան, որովհետև ում միանաս, Նիկոլ Փաշինյանին միանանք, Պուտինի ծրագիրը իրականացնենք, մարդն ասում է, երբեք Ռուսաստանը այդքան լավ չենք եղել։ Թե միանանք այն ռուսական ուժերին, որոնք ասում են, ինչքան Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի հետ լավ, մենք ավելի շատ ենք լավ ելնելու։ Լուրջ եք ասում։ Բայց դեպքում հարցազրկում մենք ինչ չենք մասնակցում ընտրությանը, որ սրանից որևէ մեկի ծրագիրը սպասարկենք։ Իմաստը ո՞րն է։ Պարզ է, չէ՞ այս ամեն ինչը։ Ու դրա համար ասում ենք, հարգելիներս, դուք էլ ձեր կողմից իմացեք, որ սա ձեր ծրագիրն է, մեր ծրագիրն է, բայց ձեր ծրագիրն է, դուք դա եք ուզում, որ մենք իրականացնենք։ Ձեր երեխաների ապագայի ծրագիրն է։ Ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել, որ ձեր երեխաները Եվրոպայի հետ տենց շփվեն, ազատ գնան գան, բնագրից կարդան անգլերեն, աշխարհի ինֆորմացիան տիրապետեն, գնա ժողովրդավար երկրների հետ բարեկեցությունը տեսնեն, այդ ամեն ինչը տեսնեն, վայելեն այդ ամեն ինչը, բայց նրանց փոխարեն քվեարկեն ուրիշ մարդիկ, որոնք որ խաբվել են փողի վրա, օրը մեկը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանն է միանում, վաղը մյուս օր այդ մարդկանց քվեարկությամբ ձեր երեխայի ապագան որոշվի Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրվել։ Հետո վաղը մյուս օր այդ երեխաները ձեզ չեն ներելու։ Դուք էլ այդ երեխաներին չեք ներելու, թե ինչ եք այդքան անտարբեր ձեր ապագայի նկատմամբ։ Բայց նա պարզ ձեզ ասում ենք, էլ ավելի պարզ ոնց ասենք։ Դրա համար ձեր կողմից անելիքներն էլ արագ ասեմ ու ասենք շատ թեմաներ ունենք։ Եթե հավանում եք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյա YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը գրեք, մեկնաբանություններ գրեք, հարցեր, մաքսիմալ տարածեք, ձեր ծանոթներին ասեք, շատերից այո ստանում ենք ինֆորմացիա, որ ասում են այո, մենք մարդկանց հետ խոսում ենք, ներկայացնում ենք, ասում ենք, լսեք, ցանկություն կունենաք, ձեր աջակցությունն ունենաք ծրագրին, կտեսնեք նաև, ասենք, հնարավորությունները, Patreon համակարգ կլինի, PayPal կլինի, բանկային փոխանցում կլինի, կանխիկ կլինի, իդրամ կլինի, քարտային կլինի, բոլոր հնարավոր տարբերակները կա նկարագրական մասում, բայց շատ ավելի կարևորում եմ, որ նաև կապվեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, գրասենյակի ակտիվ տվյալներն էլ կա, հենց իմ նյութի նկարագրական մասում կարող եք բացել նայել եւ տեսնեք ինչով կարող եք օգտակարել, բավական ծավալուն աշխատանք է, որը կատարում է գրասենյակը, տեսնում եք, որ կազմակերպական հազար ու մի խնդիրներ կարող ալը ցանկացած աջակցություն մեզ համար օգտակար է, բուկլետ բաժանել կլինի, ֆլայեր բաժանել կլինի, տարբեր տեղեր մարդկանց հետ ինֆորմացիայի տեղեկացնել կլինի, ձեր ֆինանսական աջակցությունը կունենա գրասենյակին կոնկրետ իրանք կասեն ինչ հաշվի համարին կամ ինչ ձևով ես կարող է ինչ-որ բան այնպես չասեմ, ամենաճիշտը նա է, որ իրանց հետ կապվեք, իրանք տվյալները տան,
որպեսզի ամեն ինչ նորմալ ձևով կատարվի եւ մենք կարողանանք, ասենք, այս խնդիրները հնարավորինս մաքսիմալ ձևով կարողանանք հանրությանը տեղեկացնենք, թե մենք ինչ ենք անում, ինչով ենք զբաղված եւ անպայման մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի որևէ միլիմետր անգամ կասկած չլինի, որ կարող է հանկարծ մենք մեր ծրագիրը հետո ինչ որ ասում են կարող է հանկարծ դե տեսնեք առաջի փուլում ոչ մեկը չանցավ, երկրորդ փուլում մտածեք որևէ մեկին ձայն տակ, ում ձայն տանք։ Պուտինի։ Ժողովուրդ երկու կողմները Պուտինի համար խելքը իրանը չի։ Այսինքն դուք կարծում եք, որ պետք է ընտրությանը մասնակցենք, որ Պուտինին ձայն տանք։ Լուրջ եք ասում։ Գիտեք քանի մարդ է եկել բանակցելու, շատ դեպքերում հետո էլ ասում են չուզեցին միավորվեն, այս արին են արեցին, չցանկացան միավորվեն, իրականում գալի տեղի բազար էին անում, որ համարը պետք է լինեն, որից հետո մեկ է տեսնում ես համաձայնության չկան, գնում են մի հատ ռուսամետ ուժի անուն տալիս, ասում են իրանց հետ բանակցում ենք իրանց հետ։ Բա պատկերացնում եք հանկարծ մենք է միամտաբար համաձայնվեինք իրանց հետ բան պայմանավորվեինք։ Գային մի օր կանգնեին, ասում են բա ոնց որ չէ, ոնց որ այնտեղ ավելի լավ բան են առաջարկում։ Կեսից թողեին հայտարարություն անեին, դուրս գային։ Բա պետք է կանգնեիք, ասեիք, «Էդ է ձեր համախմբումը»։ Իսկի չեք ճանաչում ձեր գործընկերներին։ Չգիտեք ինչ կարող է լինել։ Սարկած անգամ կարող է անեին։ Էնպես չի, որ մենք համախմբմանը դեմ ենք, բայց նաև գիտենք, թե ինչեր կարող են անել այդ համախմբման անվան տակ։ Թող իրանք անեն, նայենք ձևը սովորենք։ Իրանք էլ լավ, մենք վատն ենք, մենք չենք համախմբվում։ Չնայած մենք օրինակը ցույց ենք տվել, որ համախմբվել ենք։ Իրանք թող անեն, մենք էլ նայենք ձևը սովորենք, թե ոնց է տեղի ունենում։ Այն օր կհամոզվեք, իրական էր նրանց համախմբման ցանկությունը, թե ուղղակի նրա համար էր, որ որևէ ուժի պրոբլեմը առաջ կանգնացնեին, թե ինչ նպատակով է դել չգիտեմ։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործի քննությունը։ Այնտեղ տեղում իրան ինչ են հարցրել։ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանի քաղաքացի է եւ ռեզիդենտ։ Բացի այդ նաև Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի անձնագրեր ունի, որոնցից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Քանի որ ես ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին, վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել եմ գործընթաց այդ անձնագրերից հրաժարվելու, ասել է Սամվել Կարապետյանը։ Թե ինչի ասենք 100%-ով եթե վստահ չլեր չհրաժարվել, դառնում է մի կողմ։ Խնդիր չկա, եթե դու քաղաքականությամբ չես զբաղվելու, վարչապետ չես ելնելու, падգամավոր չես ելնելու, ուզում ես քանի երկրի քաղաքացի ուզում ես եղում ես խանգարում։ Դա բացարձակ խնդիր չի։ Առավելություն, ոչ թե թերություն։ Դրա համար դա չեմ ասում, բայց ուրիշ բան։ Այսինքն ինքը 100%-ով գիտի, որ հաղթելու է, այ դրա համար սկսել է գործընթաց։ Երեկ է ես ձեզ ներկայացնում, որ այդ ձևի Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց ընտրության եւ ասեց 100%-ով հաղթել ենք։ Ես էլ ասի իրեն հարգող մարդը ձայն կտա մեկին, որ իմանա առանց իր արդեն ընտրվել, ումով ես ընտրվել։ Այս ինչա ծանրամարտի մրցումը, հա, մարդը կանգնի ասի 100%-ով ես հաղթել եմ, այսքան կիլոգրամ կարամ բարձրացնեմ։ Մենք էլ ասում ենք, դե մարդը կարա բարձրացնի, ինչ կարանք անենք։ Կարանք ծապտանք, կարանք չէ, բայց բարձրացնողն ինքն է։ Հնարավոր է մարդը վարչապետ դառնա առանց ձեր ձայնի, բայց մարդը ձեզ կանգնում ասում է, ես արդեն վարչապետ եմ 100%-ով։ Իրան հարգող մարդը կգնա այդ մարդուն ձայն կտա։ Առանց ձեզ արդեն այդ մարդը ընտրվել է, ժողովուրդ։ Լավ հետ մտածեք։ Մենք ուզում ենք, որ դուք մասնակից եք այս ծրագրին։ Մենք ուզում ենք, որ դուք ձեր ներդրումն ունենաք այդ ծրագրի, իմանաք, որ դա ձեր ծրագիրն է։ Ես որ կանգնեմ ասեմ առանց ձեզ արդեն ընտրվել ենք։ Դուք ձեզ թույլ կտաք գնաք այդ մարդուն ընտրեք։ Եթե առանց մեզ ընտրել ես, դե գնա տենանք վայելի պաշտոնը։ Հասկանում եք։ Այս էլ արդեն իրա բերանով ասել, իրա թիմակիցները չեն ասել։ Քանի որ ես ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին, վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել եմ գործընթաց։ Այսինքն, եթե հաղթում ենք, մեծամասնություն ունենք, վարչապետը մեր թիմից է, արդեն ես քաղաքացիությունից հրաժարվում եմ Ռուսաստանի ու Կիպրոսի։ Մարդը, եթե հիմա ասում արդեն սկսել ենք, նշանակում է 100%-ով իրանք հաղթել են։ Բայց հաղթանակը պետք է լինի ձեր շնորհիվ։ Դե դեպքում դուք որոշեք։ Եթե մեկ առանց ձեզ հաղթել է, ու դուք սուսուփուս գառան նման գնալու եք իրանց այն տակ, դե որովհետև ինքը հաղթել է, արդեն դուք ձեր մասին մտածեք, կարծիքը ձևավորեք։ Ես ասելիք չունեմ, ժողովուրդ ջան։
Հիմա նայենք ինչա կատարվում։ Այս ընտրություններից առաջ հոմենակ այն չի, որ Նիկոլ Փաշինյանն ասեց կամ Ռուսաստանն ես կամ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Չեխիա կատարած այցի ընթացքում կրկին խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունից։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական զարգացումները, որոնց մենք ուշադիր հետևելու ենք, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրան հաջորդող նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն թույլ կտան Երևանի եւ Բաքվին անցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է Ամիրբեկովը։ Այսինքն իրանք ուշադիր հետևում են, որ Նիկոլ Փաշինյանն անցնի, սահմանադրություններ փոխի, որտեղ Փաշինյանն է խոստացել, այդ դեպքում կգնան պայմանագրի կնքմանը։ Կա որևէ մեկը, որը կասկածում է, որ Ադրբեջանի սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Թեկուզ մի միլիմետր դուք կասկածում եք դրանում։ Ավելի պարզ մարդը ոնց ասի, գնացել է Չեխիա եւ Չեխիայի մարդը հարցազրույց է տալիս եւ ասում է Ժողովուրդ ջան, մենք ուշադիր նայում ենք, ինչա կատարում, դե այդ ընտրությունը կվերջանա, սահմանադրությունն էլ կփոխեն, մենք է խաղաղությունը կկնքենք։ Խաղաղությունը չենք կնքում, իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն խաղաղություն է խոստացել Ադրբեջանի անունից։ Ես սա Ադրբեջանի անունից չեմ կարդում։ Այս մարդկանց անունից, ես մեզ խաղաղություն խոստանում։ Իսկ հիմա տեսնենք աշխարհում ինչա կատարում, որ դա հիմնականում արդեն ծանրության կենտրոնը մեր տարածաշրջանն է, Իրանի հետ կապված է, որ դրանով էլ պայմանավորված է, թե ինչա կատարվելու։ The Wall Street Journal-ը հաղորդում է. Եվրոպական երկրները ակտիվացել են քննարկումները այսպես կոչված եվրոպական ՆԱՏՕ ստեղծելու ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում դաշինքից։ Իհարկե, սա նաև ինչի համար, որ Դոնալդ Թրամփը հիմա ավելի առարկայական է դարձել, քանի որ դուք ինձ Իրանի հարցում չօգնեցիք, ինչի պետք է մենք ձեզ օգնենք։ Նրանք էլ ասում են, դե որ տենց է, այնպես չի, որ սա Իրանով է պայմանավորված։ Ավելի շուտ էր ինքը դա որոշել, то Գրենլանդիայից առաջ էր որոշել, առաջի ժամկետի պաշտոնավարման ժամանակ էր Եվրոպայի վրա մուննատ գալի, թե դուք ՆԱՏՕ-ին փող չեք տալի, բայց հիմա առիթն օգտագործեց, դուք ինձ Իրանի հարցում չօգնեցիք, ես էլ էս եմ անում։ Իրանք էլ ասում են, դե որ տենց է, մենք եք ստեղծենք պայմանականորեն ասած եվրոպական ՆԱՏՕ։ Հրապարակման համաձայն նախաձեռնությունը նախատեսում է պահպանել ՆԱՏՕ-ի գոյություն ունեցող կառույցները, բայց ամրապնդել եվրոպական երկրների դերը պաշտպանության կառավարման եւ ապահովման գործում, առանց ԱՄՆ-ից կախվածության։ Նշվում է, որ ծրագիրը լրացուցիչ խթան է ստացել Գերմանիայից։ Գերմանիան թերահավատորեն էր դրան մոտենում, բայց քանի որ Գերմանիային խնդրեցին ռազմական ծախսերն ավելացնել, ակտիվանալ, իսկ ինքը ինչի պետք է դա չանի, որ Գերմանիայի նկատմամբ կասկածներ ունեին երկու համաշխարհային պատերազմների հետ կապված։ Հիմա Եվրոպան է Գերմանիային խնդրում, առիթը ինչի պետք է բաց թողի։ Ամենամեծ բնակչությունն է եվրոպական երկրների մեջ, ամենամեծ համախառն ներքին արդյունքը։ Դրա համար Գերմանիան ասեց, այո, կողմ եմ դրան։ Սա նպաստել է նաև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լեհաստան, սկանդինավյան երկրներ, Կանադայի մասնակցության ավելի լայն կոնսենսուսի ձևավորմանը։ Այսինքն սա նաև այն է, որ մեզ հետ կապված ասում ենք, որ եթե մենք Եվրամիության հետ բան պայմանավորվենք, ավտոմատ կերպով դրա մեջ կմտնի նաև անվտանգային կոմպոնենտը։ Կասենք Ժորժ ջան, դե մենք այս քայլն արում ենք, տերեք կանգնում, թե չէ։ Մանավանդ մենք տեսնում ենք, թե ինչպես անկայուն ռեգիոնում ենք ապրում, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել։ Առավել ևս որ Դոնալդ Թրամփը ուժեղներին միշտ բոնուս է տալիս, ասում է դե ուժեղա ինքը վերցրել է։ Ինձանից ինչ եք ուզում, մյուսը խաղակարդ չունի, հաղթաթուղթ չունի եւ այլ եւ այլ։ Իսկ ինչա մենք այդ ինչ հաղթաթուղթ ունենք Թուրքիայի դեմ, Իրանի դեմ կամ Ադրբեջանի դեմ։ Նշանակում է մենք Դոնալդ Թրամփի գործընկերը լինել չենք կարող։ Էն էլ Դոնալդ Թրամփն էլ ինքը խնդիր է ունենալու, լա տեսնենք նոյեմբերի 3-ին գլուխի ինչա գալու բան է կոնգրեսի ընտրությունների ժամանակ սենատի եւ ստորին պալատի։ Դա մասին եք խոսենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Կարծում եմ այստեղ ամեն ինչ մոտ է ավարտին։ Ես իրավիճակը գնահատում եմ որպես ավարտին շատ մոտ, բայց մենք դեռ չենք ավարտել»։ Ի նկատի ունի Իրանի հետ կապված պատերազմը, ինքը ասեց Հորմուզի նեղուցը փակում եմ ու տեսեք ինչ եմ անելու։ Հիմա սպասում ենք ինչ անելու, ասում են ինչ պետք է անեմ, պատերազմն ուզում եմ ավարտեմ։ Ինչով ես ավարտում։ Պատերազմի սկսելու պատճառի եւ մինչեւ ավարտելու պատճառի մեջ կա մի խնդիր, խնդիրը չեք լուծել։ Իրանին դարձել եք վիրավոր գազան ու բաց եք թողել։ Հաջորդ քայլը ռիսկ չեք անում անեք։ Նորից ուզում եք բանակցություն, բայց դեռ բանակցության հարցը վերջնական որոշված չի։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ադմիրալ Բրեդ Քուփերը պնդում է.
Իրանական նավահանգիստների շրջափակումը հաջողությամբ հաստատվել է, քանի որ ամերիկյան զինված ուժերը Մերձավոր Արևելքում հասել են ծովային գերակայության։ ԱՄՆ-ին հաջողվել է վերջին 36 ժամվա ընթացքում կանգնեցնել իրանական ծովային առևտուրը։ Ճիշտ ասած ուզում եմ իմանամ, իսկ ինքը տեղյակ է, որ իրանական երկրորդ նավն է հատել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման ֆոնին և շարժում է դեպի Իմամ Խոմեյնիի անվան նավահանգիստ։ Կարող է այս մեր ընկերը, այս ադմիրալը տեղյակ է դրանից։ Կարող է ինքը քարտեզի ադմիրալ է կամ գրատախտակի ադմիրալ, ես ուզում եմ հասկանամ, բայց այդ նավը, որ անցել է, դուք չեք տեսել։ Գործակալության տվյալներով խոսքը պարենամթերք տեղափոխող բեռնանավի մասին է։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է տրավմատիկ։ Ինչու՞մն է ֆենոմենը։ Նրանում, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վճարում են ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս իրենց պաշտպանի։ Ճիշտ է, չասելով ումից, բայց ակնարկելով արևելյան հարևանին Ռուսաստանին, բայց ընդ որում հենց ԱՄՆ-ն է սպառնում, որ կխլի Գրենլանդիան։ Այդ դեպքում կներեք, ումից պաշտպանել, եթե նրանք ներսում նման բաներով են զբաղված։ Ամենազարմանալին և ինչը հոգու խորքից ապշեցնում է, որ բոլորից հավաքագրելով այդ 5%-ը, համախառն ներքին արդյունքի 5%-ը, ԱՄՆ-ն նրանցից նեղացել է, որովհետև նրանք չեն աջակցել Հորմուզի նեղուցում։ Սրանք անառողջ հարաբերություններ են, հարաբերությունների ինչ-որ տրավմատիկ բնույթ, ասել է Զախարովը։ Պատկերացնում եք, Զախարովան արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին քննադատում է իր վարած քաղաքականության համար։ Այսօրն ենք ընկեր ժողովրդյան, այս սրան ենք ասել, այ որ Ռուսաստանին տեղը դներ Դոնալդ Տրամպը, այսպես չէ լինի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, Չինաստանը շատ ուրախ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ժողովուրդ, այն ադմիրալի խոսքը չի լսել, որ իրանք ընդմիշտ փակել են Հորմուզի նեղուցը, թե ադմիրալը չի լսել Դոնալդ Տրամփին։ Ես դա անում եմ նաև նրանց, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար։ Այս իրավիճակն այլևս երբեք չի կրկնվի։ Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրանին։ Նախագահ Սին ինձ մի լավ պինդ կգրկի, երբ ես մի քանի շաբաթից հասնեմ այնտեղ։ Մենք միասին աշխատում ենք խելացիորեն և շատ լավ։ Նախագահ Սին մինչև գրկելը երեք կարդացի մանրամասը, թե ինչ էր ասում քո հասցեին, թե ինչ էին անում, ինչում էին քննադատում։ Հեչ գրկելու հետ կապված խոսակցությունը տեղ չկար։ Հիմա ես ինչ ժեստեր ես անում նախագահ Սին։ Այս չհասկացանք, որ այս պատերազմի մեջ ամենաշատ շահեց Իրանը, Չինաստանը։ Դոնալդ Տրամպը ցանկանում էր, որ տուժի Չինաստանը, Վենեսուելայի նավթը վերահսկողություն սահմանել, Իրանի նավթի վրա վերահսկողություն սահմանել, Չինաստանը կլներ իր բռում։ Մանավանդ, որ Ռուսաստանի վրա սանկցիաներ կա։ Բայց տեսա, որ Իրանի հետ կապված այնպես խայտառակ վիճակ եղավ, արաբական նավթը չկարողացան հանեն, ստիպված եղավ Ռուսաստանի սանկցիաները հանի, որ գոնե Ռուսաստանը վիճակը փրկի, արդյունքում ինչ ստացվեց, խայտառակ եղավ արաբական երկրների աչքի առաջ, որ չկարողացան իրանց բազաները պաշտպանեն այդ երկրներին, արդեն զենքներ սկսեցին ուրիշ տեղերից առնել, արդեն սկսեցին Ռուսաստանից նավթ առնել, չվախենալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Էս ինչ արեցիր։ Այն հեղինակությունն ու այն կշիռը, որ Ամերիկան ուներ, դրան այսպիսի հարված կարելի էր հասցնել։ Հիմա էլ մտածում է գնամ Չինաստան հարցերը լուծեմ։ Ո՞նց էս հարցերը լուծելու։ Չինաստանը դեմ է տալու, ասի Թայվանից ձեռք քաշի։ Թայվանից ձեռք քաշեցիր, բարձր տեխնոլոգիայի հետ կապված այդ չիպերը անցնի Չինաստանի վերահսկողության տակ, դու դույլերով նավթն ես հավաքում։ Դա նենց բռի մեջ կվերցնի Ամերիկան, որտեղ դու այլընտրանք չես ստեղծել ուրիշ երկրներում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը անհնար է հավատալ Իրանի ոչնչացմանը, հարցեր է առաջացնում առանձին երկրների համոզվածությունը հակառակում, ինչպես և ցանկացած այլ հակամարտության դեպքում սկզբնապատճառը հենց այս ագրեսիվ գիծն է, իսկ դրա հետևում երկու բան է կանգնած։ Իսրայելի համար դա իհարկե բացարձակ անսասան համոզմունք է, որ Իրանը պետք է ոչնչացվի, թե ինչպես կարելի է դրան հավատալ, ես չգիտեմ, չեմ հասկանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը նույնպես մի անգամ սպառնացել է ոչնչացնել այդ քաղաքակրթությունը։ Դա գիտեք ինչպիսի արձագանք առաջացրեց։ Այդ գաղափարական լիցքաթափությունն ուղղված է այն ռեժիմի տապալմանը, որը մարմնավորում է մշակույթը, քաղաքակրթությունը, որը գոյություն ունի երկար հազարամյակներ։
ինքնին նման նպատակը չի կարող հարգանք առաջացնել ոչ համամարտկային մոտեցման տեսանկյունից, ոչ էլ հարգանք դրա իրագործելիության հարցում որևէ մեկի համոզվածության տեսանկյունից, ընդգծել է Ռուսաստանի արտգործ նախարարը։ Իհարկե դա պատկերացնեք ինչերից է ճոռոմ խոսում Լավրովը, որովհետև տեղ ունի խոսալու։ Բա որ դուք Ուկրաինա եք մտե Ուկրաինայի քաղաքակրթության մասին մոռացաք։ Մոռացել եք Կիևը որ թվականին կար, ձեր Մոսկվան որ թվականին կար։ Մոռացել եք որ Կիևը համարվում էր ռուսական քաղաքների մայրը, իսկ դա ասել է Օլեգը, որը Նովգորոդից գնացել է։ Այդ ամեն ինչը չիմացաք, որ մի քաղաքակրթություն եք ուզում վերացնեք։ Ինչի է ասենց ձևով խոսում, որտեղ լեզու է ստրեբերաններ, այս սրա մասին է խոսքը։ Հիմա մի հատ բան էլ նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնիին այն բանից հետո, երբ նա դատապարտել է նրա խոսքերը Հռոմի պատ Լևոն 14-ի մասին։ Նա անընդունելի մարդ է, Մելոնիի մասին է խոսում։ Նրան չի հետաքրքրում, թե արդյոք Իրանը միջուկային զենք ունի։ Ես ցնցված եմ նրանից, ես կարծում էի, որ նա համացակություն ուներ, սխալվում էի։ Իրանը 2 րոպեում կպայթեցներ Իտալիան, եթե հնարավորություն ունենար։ Իտալական հանրությանը դուր է գալիս այն փաստը, որ ձեր վարչապետը չի օգնում մեզ նավ ձեռք բերել, մարդկանց դուր է գալիս դա, ես չեմ կարող պատկերացնել, որ նրանց դուր է գալիս դա, ես խնդրել եմ նրանց ուղարկել այն ինչ ուզում են, բայց նրանք չեն ուզում դա անել, քանի որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է, հերթական անգամ հիշեց ՆԱՏՕ-ի թղթե վագր ելնելը, բայց հարցը ինչն է, Մելոնիին քննադատեցի, լավ, Մելոնին լավ բարեկամներ, Լեո 14-ին քննադատեցի լավ բարեկամներ, բայց սենց խոսալով նոյեմբերի 3-ին տե ինչում ես ընտրություններում հաղթել, նայել ես ինչքան կաթոլիկ կա Ամերիկայում, նայել ես որ նրանք քեզ չեն ներելու, նայել ես ինչքան աֆրոամերիկացի կա Ամերիկայում, որոնք քեզ չեն ներելու, որ Բարակ Օբամային ու իր կնոջը կապիկի տեսքով ցույց էիր տալիս, նայել ես ինչքան Մեքսիկա ծագում ունեցող մեքսիկներ կան, որոնք անգամ կարող է իրենց հայրենիք պատմական ժամանակ էլ չունենան գնալու ցանկությունել, բայց իրանք հանկարծ նրանց հետ կապված որևէ անհարգալից քայլ շատ ծանր են տանում։ Ես ուզում եմ ուղղակի իմանամ, ինչի վրա է այդ հույսը։ Միայն նրա համար, որ եթե հանկարծ մեծամասնություն ունենան, impeachment-ի չգնան, դրա համար այս բանակցությանը Իրանի հետ կապված J.D. Vance-ին դեմ տվեց, որպեսի ձախողվի։ Դրա մասին խոսել ենք մինչև բանակցությունները, որ ձախողվելու է, որպեսի նրա վրա գցի, որ հանկարծ հանրապետականները հույս չունենան, որ կարող են impeachment-ին մասնակցել, իրան տապալել, Vance-ի հետ շարունակել։ Չի լինելու, դա ինքը կասի ամբողջ մեղավորը նա է, բայց դա չի հարցը, ընտրություններին ինչ է անելու նոյեմբերի 3-ին։ Այս ձևով գնալով, իսկ դա ինչքան է ազդում աշխարհի վրա, ինչքան է ազդում մեր վրա, ինչքան է ազդում մեր տարածաշրջանը։ Ի վերջո ինչ աշխարհակարգ ենք ուզում ունենանք։ Դուք չեք տեսնում, որ չկա անենց ընտրություն, որ արտաքին քաղաքական կոմպոնենտը նշանակություն չունենա դրա մեջ։ EH-ից առաջ Հունգարիան էլ օրինակ։ Քանի երկրի օրինակ ենք բերել, որ այսօր հնարավոր չի առանց արտաքին քաղաքական կոմպոնենտի նման որոշում կայացնել։ Ամենավերջինն էլ հենց Հունգարիան դա ցույց տվեց։ Դրա համար մենք շատ կարևորում ենք աշխարհակաղակական իրավիճակը եւ ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով ուշադրությամբ նայում ենք, թե ինչ է անում Դոնալդ Թրամփը։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։